Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված 65 եւ ավելի տարեկան անձանց համար։ Ավագ սերնդի ներկայացուցիչներին մենք ներկայացնում ենք իրենց ուզող թեմաները, առողջ ապրելակերպ, վաստակած հանգիստ, աշխատանքային իրավունք։ Հաջողությունների պատմությունների շարքում մենք ներկայացնում ենք այն անհատներին, որ թոշակի անցնելուց հետո նոր շնչառություն են վերցրել, երկրորդ շնչառություն, սկսել են նոր գործ եւ չեն հանձնվում, այսպես ասած, այնպես որ նոր թափ եւ երկրորդ շնչառություն վերցրեք։ Այսօրվա իմ հյուրերը եկել են Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքից, Մայր ու աղջիկ են Ասիա Ղաբաբյանը եւ Հասմիկ Արամյանը։ Բարի օր ձեզ, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք, եկաք եւ հաջողության ձեր պատմությամբ, քաղցր պատմությամբ, պատմությունը կիսեք մեզ հետ։ Տիկին Ասիա, մեր հաղորդման շրջանակում տարիքի մասին հարցը լավ տեղը տեղին հնչում է ու գրեթե չեն խուսափում պատասխանից։ Դուք քանի տարեկան եք եւ արդեն 65 արդեն կամած երկրորդ շնչառություն եք վերցնում։ Մասնագիտությունը ձեր եղել եմ էլեկտրոմեխանիկ, բայց երբևիցե չեմ աշխատել իմ սեփական մասնագիտությամբ։ Աշխատել եմ տարբեր պետական հաստատություններում երկար ժամանակ եւ ցանկություն եմ ունենալ սեփական գործը, երբ որ ես լսեցի ընկերներիցս սոցիալական ձեռնարկատիրության դպրոցի բացում Աշտարակ քաղաքում, ես ինքս ցանկություն հայտնեցի մասնակցել, խրախուսեցին ընկերներս, որ այդ տարիքում կարող եմ մասնակցել։ Տիկին Ասիա, ես ճիշտ եմ հասկանում, որ դուք ձեր ամբողջ կյանքը 9-ից 6 աշխատել եք եւ ձեզ պետք էր նոր շունչ, թարմություն, մի բան, որ դուք շատ սիրով կանեիք, ստեղծագործական աշխատանք։ Այո։ Եվ դրա համար մենք որոշեցինք աղջկաս այդ մասնակցելով այդ դասընթացների ես հեռակա եւ արկա ուսուցումներին, աղջիկս միայն հեռավար ուսուցմանը մասնակցելով, ցանկություն հայտնեցինք ստեղծել կոնֆետի արտադրություն, ձեռագործ կոնֆետի արտադրություն, որը Աշտարակ քաղաքում չկա, ընդհանուր միայն գուրմե է, որ դա ձեռագործ չէ, ամեն դեպքում մեծ արտադրանք է, չէ։ Ձեռագործ չկա, միայն մենք էինք եւ ցանկություն հայտնեցինք, որ ինքը քաղցր է եւ կարելի է արտադրանք տալ, քաղցրացնել բոլորին ուրախացնել։ Հասմիկ, իսկ գաղափարը մայր եւ դուստր գործ անելու, այսինքն ով ու միացավ, սա ասեք, եւ արդյոք դժվարություններ եք ունենում, որովհետեւ երբեմն կենցաղում էլ, չէ՞, մայր ու աղջիկ, հարսուս կեսուր, լեզու չեն գտնում, որովհետեւ տարբեր կերպ են գործում։ Ոնց ստացվեց, որ այսպես երկու սերունդ, ինչպես արդեն ասացի 20 եւ ավելի տարիքի տարբերությամբ նույն գործն եք անում։ Դե մենք ընդհանրապես բոլոր գործերը անում ենք միասին։ Դե էս էլ որոշեցինք, որ էլի միասին պետք է անենք։ Հա, տարաձայնություններ լինում են։ Դե ինձ թվում է բոլոր տեղերում էլ նույնիսկ մեծ աշխատատեղերում լինում են տարաձայնություններ, բայց քանի որ մերը փոքր է, համակերպվում ենք մեկս մյուսի հետ։ Ով ու միացավ նախաձեռնությունը։ Ես միացա մայրիկին։ Այսինքն նախաձեռնությունը մամայինն էր ու ես որոշեցի, որ ես էլ եմ ուզում միանամ ու սկսեցինք համատեղ սիրով եք անում, թե ձեր ծնողին աջակցում եք։ Չէ, ես սիրով եմ անում, ինձ համար շատ հետաքրքիր է, նորություն է իմ համար, ես տարբեր բնակավարներում եմ աշխատել, իմ մասնագիտությունները շատ տարբեր են, այս իմ համար նորություն էր ու իմ համար շատ հետաքրքիր է սա։ Սիրով եմ աշխատում, շոկոլադը պետք է սիրով սարքել։ Դե ինչպես արդեն ասացինք, սնունդ ընդհանրապես։ Տիկին Ասիա, որտեղից է գալիս հենց սնունդ ստեղծելու, տվյալ դեպքում քաղցրեղեն ստեղծելու։ Ձեր խոհանոցից։ Այո, նախ իմ սերը խոհանոց է հանդեպ, իսկ միշտ թխվածների հետ եմ սեր ունեցել, պատրաստել եմ, շոկոլադը նորույթ էր մեզ համար եւ ցանկություն հայտնեցինք, որ դրանով է զբաղվենք, գնացինք սեմինարների, անհատական պարապմունքների եւ երևի թե ստացվում է արդեն մեր մոտ, ցանկություն ունենք ընդլայնել մեր արտադրանքը եւ մեր ընդգրկել հաշմանդամ,
65 անց կանանց, ովքեր աշխատանք են փնտրում համայնքում, պատասխանատու լինել համայնքապետարանին, որոնք մեզ աջակցել են, համայնքապետին ենք շատ շնորհակալ, աշխատակազմին, սոցիալական ձեռնարկատիրության դպրոցի հիմնադիր Գոհար Մկոյանին եւ դասախոսական անձնակազմին, որոնք իրոք գիտելիքներ տվեցին եւ աջակցեցին, որ կարողանանք այս գործը սկսել։ Գիտին, այսա դուք արդեն կենսագրություն ունեցող, փորձ ունեցող, փող աշխատած, վերջելի ամեն ինչ ունեք, չուզեցիք հանգստանալ, ինչ ուզեցիք նորից նոր մի բանի մեջ մտնեք։ Ոչ, հետաքրքրություն էր քաղցրի մեջ մտնելը։ Քաղցրակերեք։ Ես ինքս աղջիկս ոչ։ Իսկ ինչից եք պատրաստում, մի քիչ մանրամասներն էլ ասեք։ Շոկոլադը վերցնում ենք մաքուր հումքից, հենց շոկոլադից, Բելգիական։ ու բելգիական շոկոլադ է, ու ստեղծում ենք ինքներս մեր իմպրովիզացնում ենք միջուկները, ու տարբեր տեսակի միջուկներով պատրաստում ենք հետաքրքիր շոկոլադներ։ Կարամելային, մրգային, չրերով, ընդեղենով, հա։ Դեկին ասա, իսկ ուսումնասիրել եք ձեր շուկան մրցակիցներ ունենալու եք, դե արդեն ասացիք որոշ չափով, նկատի ունեմ դուրս գալով ձեր քաղաքի սահմաններից, ձեր մարզի սահմաններից, ինչ եք անելու, ոնց եք, որտեղ են սպառվելու ձեր արտադրանքը։ Դեռևս մենք նոր ենք ստեղծել մեր արտադրությունը, այդ մասին դեռ չենք մտածել, տեղական մեր տարածաշրջանում առայժմ կարտադրենք, նորից հետո կորոշենք ինչ կանենք։ Ես տեսնում եմ, որ հատուկ սրտիկներով, գույներով եք արել, պատրաստում եք։ Համահունչ է Սուրբ Սարգսի տոնին, այո։ Մենք մեր մոտ միջոցառում է լինելու աշտարակում շուտով ամսի 24-ին, ձեզ նույնպես հրավիրում ենք կարծրավենիքի ամտեսի, որը մեր ձեռքի գործն է, ձեռագործ կարծրավենիքի, համեցեք ժամը 10-ին։ Շնորհակալություն։ Գիտեք ինչն է ինձ հետաքրքիր։ Դուք որ աշխատանքից գալիս եք, հոգնած արդեն, երբ եք անում, շաբաթ կիրակին եք հատկացած, թե չեք հոգնում այս գործից։ Երեկոյան եւ շաբաթ կիրակի օրերին։ Չէ։ Չենք հոգնում այս գործից, չէ։ Ինքը հետաքրքիր է շատ։ Ավելի շատ ձգտում ենք գնալ տուն, որպեսզի մտնենք այս գործի մեջ, հա։ Դեկին այսա դուք ձեր տարիքը զգում եք, հիմա ասում են կենսաթոշակառու 65, դուք ո՞նց եք զգում։ Զգում եք, որ հետ եք նոր սերնդից, Չեմ ուզում հիշեմ։ Չեք կենտրոնանում տարիքի։ Չեմ ուզում հիշեմ, որովհետև աշխատում եմ ավելի առուկ Երևան։ Իս շրջապատում դե ձեր աղջիկը ոնց տեսանք համախոհ է, բայց մյուսները տարեկիցները չէին ասում դե ինչ սովորես 65-ում։ Ոչ, իմ ընկերները եւ գոլեգաները ինձ զրցեցին, որ ես պետք է իմ ուժը կիրառեմ, որպեսզի նորից էլի նոր ուժ գտնեմ դրա մեջ։ Դուք հիմա ապահովության զգացում ունեք, որ երբ որ արդեն թոշակի բերումով, տարիքի բերումով չաշխատեք, դուք արդեն ձեր անելիք ունեք։ Չէ, ուզում եմ անպայման համաշխատեմ, ամեն անելիքս ունենամ։ Ավյուն ունեք։ Օրենքն էլ փառկասը թույլ է տալի, որպեսզի մարդը եթե կարողանում է աշխատել, եթե արդյունավետ աշխատում։ Այո։ Շարունակի։ Իսկ ինչ կասեք ձեր տարեկիցներին, դուք ասացիք, որ մտադիր եք նաև իրենց հաղորդակից անել այս աշխատանքին, վարձել, որպեսզի ձեզ օգնեն, եւ ընդհանրապես 60-ից հետո մարդկանց ձեր օրինակով, որ չեք հանձնվում։ Տարիքին աղթում եք, ինչ խորհուրդ կտաք։ Խորհուրդ եմ տալի, իրենք նույնպես ընդգրկվեն այդ սոցիալական ձեռներեցների դպրոցի դասընթացներին, որովհետև կարծես երիտասարդանում ես, որպես աշակերտ, եւ ցանկություն ես հայտնում ինչ որ գործ սկսել նորից, բացի սեփական պետական աշխատանքից կամ մնացած այլ գործերից, բոլորին խորհուրդ եմ տալի, որ անպայման սովորեն եւ որևիցե սեփական գործ տնեն։ Ստեղծագործ մի բան, հա։ Այո։ Ընդհանրապես ասում են, որ 60-ից հետո, 65-ից հետո մարդը պետք է արդեն ստեղծագործ աշխատանքով, որ թե ինչ որ դժվար, չարքաշ, ֆիզիկապես ծանր, շատ էներգիա բանջող, այլև հենց ստեղծագործ նկարելու հետ կապված ինչ որ մի բան։ Ձեզ ասեմ, այս հարցում ինձ օգնում են ոչ միայն աղջիկս, այլ թորնիկներս, երկու թորնիկներս, դիզայնի հարցով զբաղվում եմ մեծ թորնիկս, այնպես որ ես մենակ չեմ, շատ հաճույքով կատարում ենք այդ գործը։ Մի տեսակ ընտանեկան բիզնեսի էլ է նման։ Իսկ մարքեթինգային մասերը, անուն, արշավներ։
Դա ոնց է կազմակերպում։ Սովորել եք դուք, թե Այո, գնացել ենք Մկոյան Գոհարի հետ միասին մենք գնացել ենք Սպիտակ, չէ՞։ Հա, Արշավի ենք գնացել։ Մենք տեսել ենք նրանց արած բոլոր գործերը, աշակերտների, այսպես ասած մեր լեզվով, նրանց արած գործերը եւ ավելի ոգեշնչել են, էլի, որ կարող ենք այդ հասակում չկոտրվել։ Նորից էլի հասկացել եք, որ տարիքը խոչընդոտ չի։ Այսինքն, երբ որ մարդ դադարում է սովորել, ծուլանում է, չի ուզում ա, կապ չունի 30 տարեկան ասում է ավելի ծեր է։ Այ բաց, իսկ ապագա ինչ պլաններ կան մասշտաբները մեծացնել։ Այո, դեռևս նոր ենք ստեղծագործում, ցանկություն ունենք ընդլայնել, տարածքի խնդիր չունենք, Սոցիալ ձեռներեցների դպրոցը մեզ օգնեց որոշակի սարքավորումներ ձեռք բերել, մնացածը մենք ինքներս կատարեցինք եւ ժամանակի ընթացքում երևի կընդլայնենք, աշխատողներ կունենանք, ինչպես ասացի, արդեն համայնքապետարանի հետ համատեղ։ Դուք որ գալիս էիք դասընթացին, որ երբ որ որոշում կայացրիք գալ սովորելու, դուք արդեն մտքում ունեիք հենց այս գործն անել։ Ինչ մտքով եկաք։ Ոչ, ես սկզբից ուզում էի չրագործություն անել, հետո թխվածքներ եւ վերջապես որոշեցի, քանի որ մեր տարածաշրջանում չկար կոնֆետի գործունեություն, որովհետեւ ճիրը, շարոցները ձեր մոտ։ Այո, ես մտադրվեցի, որ ավելի լավ է մենք կոնֆետի գործով զբաղվենք։ Իսկ ինչպես հաղթահարեցիք փուլերը, ես գիտեմ, որ դժվար ցավություն է եղել այսպես ասած։ Երբ որ սկսեցինք ձեռնարկել ես եւ դուստրս, ոնց որ առանց սովորելու մենք մի քիչ դժվարանում էինք, վատեր ստացվում, երբ որ արդեն դասընթացներին գնացինք անհատական, արդեն նորմալ է։ Հմտացաք արդեն, հեշտ սովորեցիք։ Այո, սարքավորումները ձեռք բերեցինք եւ հիմա արդեն ոնց որ ունի մեջ ենք։ Քանի տեսակի արտադրանք ունեք այսօր արդեն։ Մենք ունենք չրերով, ունենք մրգերով, ընդեղենով, կարամելով, մոտ 4-5 տեսակ։ 4-5 տեսակի արտադրանք։ Իսկ դեռ առաջ արդյոք խնդիր եք դրել, որ մարդիկ կարող են անհատական պատվերներ անել, հաշվի առնելով իրենց նախասիրությունը, իրենք էլ ձեզ թելադրեն, թե ինչ արտադրեք։ Ինչպես նաև կորպորատիվների հետ ենք ուզում կապ ունենալ, համագործակցենք տարբեր կորպորատիվների, տարբեր հիմնարկությունների հետ, մենք իրանց աջակցենք, իրանք մեզ ու համագործակցենք։ Դիքին ասա, որպեսզի կարողանաք ձեր սիրած գործը, հիմա արդեն սիրած գործը երկար տարիներ ախոնչնդոտ անել, դուք նաև ձեր առողջ ապրելակերպին հետևեք, այսինքն ամենակարևոր բանը առողջություն, այդ հոգեկան խաղաղություն։ Դուք արդյոք կենսունակ, կինեգործունյա, կինեք, արդյոք ինչ որ գաղտնիքներ ունեք, որ ձեզ դարձում են այսպես էներգիայով լեցուն։ Մեզ էլ ասեք։ Թող իմ աղջիկս։ Չէ, ձեզ եմ հարցնում։ Դուք ինչ վարժություններ եք անում, ինչ որ մի ձևով որ գործունյա եք, մոտիվացված եք, նպատակներ ունեք։ Մարդիկ շատ եմ քայլում, շատ եմ աշխատում երևի։ Աղջիկս գեղեցկության սրահունի այնտեղ եմ գնում։ Համատեղ աշխատում ենք, միշտ գեղեցիկ եմ պահում։ Այս գործի գլուխը դուք եք կանգնած։ Շեֆը դուք եք։ Այո։ Հա, տնօրենը ինքն է։ Բոլորը խրախուսեցին ձեզ։ Եղբայրներ ունեմ, հարցներ։ Այո, բոլորը երեխաները խրախուսել են։ Եղբորս հարսը մեր հաշվապան է։ Այո, ընդգրկել է մեր թիմի մեջ։ Այո, թիմի մեջ։ Բոլորն էլ ուրախ էին մեր գործունեության համար։ Նույն անունը ինչ որ ունի շոկոլադը, նույն անունի նաև ընկերությունը։ Այո, ինչ փուլեր եք անցել։ Ուրեմն մեր լոգոն ստեղծեց աղջիկս, դրանով զբաղվում է աղջիկս, լոգոյով, սոցցանցերով, ամեն ինչով զբաղվում է ինքը։ Սկզբնականում ուրիշ անուն էինք դրել, հետո հասկացանք, որ ավելի սենց շուկա դուրս գալու համար, մեծ շուկա դուրս գալու համար անունը շատ մեծ դեր է կատարում ու փոխեցինք անունը։ Սկզբում դրել էինք Ասիա, մամայիս անունով, հետո հասկացանք, որ չէ, անունով պետք չի։ Բայց ինձ թվում է կարևորը եթե արտադրանքը լավն է, անունն էլ է կարևոր, բայց եթե արտադրանքը լավն է, անպայման այդ անունով դե գովազն էլ է շատ կարևոր,
Բայց դե համը որակը առաջնային է։ Ինչ պայմաններ ունեք, ինչ եք օգտագործում, որ դուք ասացիք, որ որոշ սարքավորումներ արդեն տրամադրին չի անհրաժեշտ այս գործի համար։ Անհրաժեշտ վառարանները, բլենդերները, ինչ էր, ջերմաչափերը, հումքը հիմնականում տուփերը, ամեն ինչը, հումքը, որը դե երևի թե ծանոթ եք, որ մեր շուկայում շատ թանկարժի։ Չգիտեմ։ Այո, բավականին թանկարժ է, բեկական շոկոլադները շատ են։ որակով հումք է, էլի։ Իսկ փաթեթավորումը ով է կատարում։ Մենք բոլորը մենք։ Ամեն ինչը դուք եք անում։ Իսկ որ ասացիք մտադիր եք ներգրավել նաև այլ աշխատողների ու մասին է խոսքը եւ արդյոք արդեն ունեք համաձայնություն թե ովքեր են լինելու ձեր թիմում ընդլայնվելու զուգահեռ։ Ի սկզբանե ես խոստացել եմ, որ եթե երբևիցե մենք պետք է աշխատող ընդունենք, դա լինելու է համայնքից, մեր աշտարակ համայնքից 65+ եւ հաշմանդամություն ունեցող աշխատանք փնտրող կանայք, երևի թե կանայք, ովքեր չեն կարողանում իրենց ընտանիքը պահել, անհրաժեշտ է աշխատանքը, կարող են կրկել մեր կազմում։ ովքեր ունեն սոցիալական Այո, սոցիալական խնդիրներ ունեն։ Հիմնականում դրանց։ Ինքն այսա դուք շատ եք շփվում եւ գիտեք մոտեցումը ձեզ ինչպիսին է ձեր համայնքում, ձեր շուրջ։ Արդյոք մարդիկ մտադիր են եւ ի վիճակի են աշխատել 65-ից հետո։ Ընդհանուր առմամբ, տղամարդիկ կանայք առանձին ասեք։ Այո, կարող են ընդգրկվել աշխատանքի մեջ։ Համայնքապետարանում տարբեր առաջարկություններ են անում, սկսած բաժինների աշխատանքներից, քանի որ խոշորացված է, վերջացրած փողոցի մաքրությամբ, կոմունալ տնտեսությունում ամեն տեսակ աշխատանքներ կան եւ ինչքան գիտեմ շատ հետեւողական են, որ չաշխատողների հանդեպ էլի այնպես որ աշտարակում Չէ, ձեր շրջապատում, ձեր մարդիկ, որոնց ձեզ դիմում են, դուք ինչ եք տեսնում, մարդիկ ավելի հակված են մեր երկրում 65-ից հետո նստել, հանգստանալ, վայելել այսպես ասած ծերությունը, իրենց վաստակած, թե ուզում են էլի ինչ-որ մեծեր տիպի մարդիկ արդյոք շատ են։ ոչ, ովքեր երիտասարդ ժամանակ չեն աշխատել, նորից շարունակում են անհոգ կյանք վարել, իսկ ովքեր աշխատել են, երևի թե ցանկություն ունեն շարունակել աշխատելու։ Տեսակի հարցեր։ Այո, իհարկե, բնավորություն է։ Մարդիկ կան, որ շատ կենտրոնանում են կենցաղի վրա, թորների հոգսով, իրենց պահածոները։ Ձեզ երբևէ այդ մասը, որ աշխատանքից հետո արդեն որ չաշխատեք, կենտրոնակ դրա վրա չի գրավել, չէ։ Բա իհարկե գրավում։ Դա էլ եք անում։ պարտադիր։ Անպայման, ընտանիք է։ Պահոցներն էլ, չրելն էլ, ամեն ինչն էլ պատրաստում են։ Ուղղակի գործունյա է դիկնասան, ամեն ինչ հասցնում է։ Այո։ Ինչ օրինակ եք սառայում դուք Հասմիկին։ Հասմիկը ճար չունի, քան ձեր պես աշխատի, ստեղծի։ Չէ, ինձանից առավել է աշխատում։ Չէ, Հասմիկի այս պահին շատ է աշխատում։ Արդեն երևի իր երրորդ գործունեությունն է, որովհետև տարբեր տեղեր աշխատում է։ Իսկ եթե շոկոլադը չլիներ, դուք ինչ մտքով եկաք, ինչ գաղափար, որպես իրականացնեք սոցիալական ձեռնարկների դպրոցում։ Դե սկզբից ասեցի, որ եկել էի չրերի արտադրությունով զբաղվելու, որովհետև ստացվում է իմ մոտ։ Չրեր, մեր աշտարակյան սուջուխը եւ նմանատիպ բաներ, բայց երբ որ արդեն տեսա, որ շուկայում չկա, աշտարակյան շուկայում չկա։ Ով համոզեց, ով հեղափոխեց։ Երևի թե մեր գոհարը։ Շուկան ճանաչելով, Այո, իմանալով։ ասեցի, իսկ ինչի՞ չես ուզում դու դրանով զբաղվես, ես էլ ընդունեցի։ Որքան տևեց ձեր կրթությունը այնտեղ եւ ինչ առարկաներ էիք անցնում, եթե կարելի այդպես ասել։ Այդ այնց առարկաները անվանական չեմ հիշում, բայց որ շատ լավ դասավանդողներ էին, անվանական չեմ, Excel-ից սկսած ամեն ինչ անցել ենք։ Դասախոսները շատ լավն էին, շատ բան իմաց, եթե չլիներ այդ դասընթացը, երևի մենք երբևիցե չէինք հանդիպի այդ մարդկանց։ Մենք հանդիպեցինք նաև նախկին շրջանավարտների հետ, ովքեր արդեն մեծ գործերի տերեր էին դարձել։ Բայց սկսել էին ձեզպես։ Այո, իրենք նույնպես ասեցին ով ինչպես է սկսել բան եւ ոնց որ ոգեշնչեցի էլի մեզ այդ գործում։ Հուսանք, որ ձեր պատմություններ կոգեշնչի այն մարդկանց, որ տանը նստած են, մտածում են, որ
Էլ դել ինչ ձեռնարկեմ, Այո. դել ոնց ձեռնարկեմ, արդեն թոշակեմ, կամ չեմ, հավես չունեմ, կամ առողջությունս։ Իսկ առողջական հարցերը նեղում են, թե դուք աշխատում եք կարևորություն չտալ, Աշխատում եմ ստվերում թողել։ բայց հետևում եք առողջությանը։ Դե, կիսով չափ։ Հրաշալի, բայց պիտի հետևեք, որ կարողանաք ուժ գտնեք, անեք այս գործը հասցնեք ավարտին եւ հասմիկը արդեն շարունակելու Անպայման։ ուրիշ մասշտաբներ ունենա։ Շնորհակալ եմ անպայման։ Ինչ ունեք ավելացնելու, որ չարցրեցի։ Շնորհակալ եմ բոլորիս, նաև այս հաղորդման հեղինակներից, որ մեզ այս ընձեռնվեց այս հնարավորությունը ձեզ մոտ գալու։ Կիսելու ձեր հաջողության պատմությունը, որ 65-ից հետո էր, ինչպես Տիկին Ասյան, չի հանձնվում, ուզում է իր գործունը, նոր երկրորդ շնչառություն է վերցել, բոլորովին մի ոլոր, որտեղ գաղափար չուներ, որտեղ Այո, այո։ որի վերաբերյալ ոչ մի տեղեկատվություն դուք չեք արել, փաստորեն խմորեղեն պատրաստել եք, բայց շոկոլադների արտադրությամբ չեմ արել։ հրաշալի է, շնորհակալ եմ։ Մեր Ձեզ շոկոլադի ենք շնորհակալ։ անունն էլ Հա, անունը չասացի։ Մեր շոկոլադի անունը քաղցր երազ։ Քաղցր երազ։ Իսկ իմիջայլոց շաքարի պարունակություն ունի, թե շատ առողջ շոկոլադ։ Չի, մենք շաքար չենք ընդգրկում հիմնականում շոկոլադների մեջ, քանի որ ինքը ոնց կա, տենց արտադրում ենք։ Ու ունենք նաև դիետիկ շոկոլադներ։ Որ դարը շոկոլադ, դիետիկ շոկոլադ։ որպեսզի բոլորը կարողանան օգտվել։ Բոլորին նախասիրություններին համապատասխան։ Բոլորին հասանելի լինեն։ Գործային հաջողություն, շնորհակալություն։ Մենք էլ ենք Շնորհակալ ենք։ Ակտիվ եղեք, լսեք մեզ Հանրային ռադիոյի amradio.am կայքում դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին, գտեք մեզ Facebook-ում, Instagram-ում, TikTok-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին։ Մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։